Եվ թող փառքը լինի նրան, ամեն։ Աստծո ժողովուրդ, այս վերջերս նայելով մարդկանց ապրելակերպը թույլ տվեք ասեմ ոչ թե աշխարհի մարդկանց, որտեղ մեզ չի տրված մենք դատենք աշխարհին։ Աշխարհին Աստված է դատելու։ Աշխարհը ինչպես կհագնվի, ինչպես կապրի, ինչպես կընթանա, դա մեր գործը չի, որտեղ Աստծո խոսքը մեզ բացահայտ ասում է, որ Աստված է դատելու աշխարհին, բայց ուշադիր լսեք, մեզ տրված է մենք արդար դատաստան անենք մերինների մեջ։ Գիտեք, բոլոր նրանք, ովքեր որ բարձրաձայնում են նույնիսկ մերինների մեջ, ոչ, Աստված մեզ տվել է այդ իրավունքը, գրված է, ասում է արդար դատաստան արեք, այսինքն արդար դատաստանը որն է, որ աչքի երևույթով չանենք, այլ հոգով նայելով պտուղները դիմացինի, այդպիսով մենք իմանանք, ովքեր են իրական Քրիստոսի գառները, թե թշնամու այծերը, ամեն։ Նայում եմ շուրջս, հոգևոր աշխարհին եւ մեծ հիասթափություն եմ ապրում։ Հիմա կասեք, ինչի համար, որովհետեւ երբ որ տեսնում եմ մարդկանց ապրելակերպը, մտածում եմ միտքա ծագում ինձ, ուր է Աստծո երկյուղը։ Ուր է Աստծո երկյուղը առաջինը Աստծո հավատացյալ ժողովրդի մարդկանց մեջ։ Ուր է Աստծո երկյուղը ընտանիքների մեջ, ամուսինների մեջ, կանանց մեջ, երեխաների մեջ, ծնող երեխա հարաբերությունների մեջ։ Ավելի խորը եկեք գնանք, ուր է Աստծո երկյուղը եկեղեցում։ Ուր է Աստծո երկյուղը, երբ որ գալիս ենք Տիրոջ ներկայության մեջ, նրան երկրպագելու մեջ, կամ խոսքը լսելու մեջ, Աստծո ժողովուրդ, ուր է Աստծո երկյուղը հանդիմանության մեջ, հա? Ծառայելու մեջ։ Գիտեք, Աստծո երկյուղ, որ ասում եմ, ես չեմ խոսում աշխարհի վախը, որտեղ աշխարհի վախը փչացնող է, մարդուն տագնապի մեջ պահող է։ Երբ որ ես ասում եմ Աստծո երկյուղ, ես խոսում եմ սուրբ ակնածանք Աստծո նկատմամբ, որքանիցս ենք դողում, որ երբեք չկորցնենք Աստծուն։ Ուր է Աստծո երկյուղը, իմ մեջ հենց այդ հարցումն է ծագում, ուր է Աստծո երկյուղով ապրող այն մարդիկ, այն հավատքի են հայրերը, ուր են Աբրահամները, ուր են Իսահակները, ուր են Հակոբները, ուր են Դավիթները, ուր են Մովսեսները, ուր են Պետրոսները, Պողոսները, լավ եկեք գնամ կանանց, ուր են Հռութները, Դեբորաները, Էստերները, ուր են Մարիամները, ուր են։ Մեր շուրջը ամեն բան վերածվել է շոուի, ցուցադրական, կարևորը դրսևանց լավ հոգևոր Երևան։ Ցավոք սրտով եմ սա ասում, կասեք հիմա առավոտ շուտ եկել ենք առնելու մի խոսք, որ բժշկվենք, բայց փաստորեն հենց հանդիմանական խոսք է տալի։ Գիտեք, այս նույն խոսքը Սուրբ Հոգին ինձ ա տվել։ Ձեր հետ միասին ես էլ եմ լսում, ինչ է Սուրբ Հոգին խոսում հանձինս իմ հետ։ Ամեն բան վերածվել է շոուի, ամեն բան վերածվել է կարծես ցուցադրական կարգավիճակի, այդ թվում աստվածապաշտությունը, որը ամենավտանգավորն է, որի մասին Հիսուս շարունակաբար մեզ զգուշացնում էր, զգուշացեք, չմտնեք փարիսեցիական թթխմորի տակ, որովհետև Հիսուս երկրի վրա իր խնդիրը, իր գործը, լսեք ուշադիր, Հիսուսը չէր հանդիմանում ու մեղադրում ու դատում մեղավորներին, չէր դատում են շնացող կնոջ են, պղծված կնոջը, Հիսուսը դատում էր և շատ խիստ էր վարվում փարիսեցիների հետ, կեղծիքի հետ, որ կեղծ աստվածապաշտության կերպար էին հագել, բայց նրանք, որ պայքարում ու պատերազմ են իրանց մեղքի դեմ, Հիսուսը դրանց հետ է մինչև վերջ, որ կօգնի ու կհանի այդ վիճակից, բայց այն մարդիկ, ովքեր կեղծ կերպար ունեն աստվածապաշտի, ովքեր իրանց կատարյալ ու արդար են տենում, այ Հիսուսի խնդիրը դրանց հետ է։ Գիտեք ինչ եմ նկատել, մարդկանց ականջները մի տեսակ ծանրացած է։ Եվ 7 եկեղեցիների նամակների մեջ նույն բանն է Տերը կրկնում, նույն խոսքն է Տերը կրկնում, ով ականջ ունի, թող լսի ինչա Հոգին խոսում իրանց հետ։ Այսօր այս պահին դարձյալ Տերը նույն խոսքն է կրկնում,
ով ականջունի թող լսի։ Թող լսի հոգին ինչ է խոսում մեր հետ։ Գիտեք, կարոտել եմ Աստված այն Աստծո երկյուղով, այն առողջ Աստվածավախ մարդկանց հետ շփումը, որտեղ ժամանակին դեռ 17 տարի առաջ, երբ որ ես ապաշխարեցի, շփվում էի մարդկանց հետ, որ մեր թեման միայն Քրիստոսն էր։ Բոլորս ունեինք խնդիրներ, հանձինս ես։ Այդ ժամանակ հենց շատ ծանր կարգավիճակի մեջ էր իմ ընտանիքը, այսինքն անդունդի եզրին էր, բայց մեր թեման դա չէր։ Մեր թեման այդ ջարդված վիճակները չէր, մեր թեման էր ինչ կարա անի խաչյալ Քրիստոս Հիսուս մեզ համար։ Մենք խոսում էինք նրա զորության, նրա իշխանության, նրա առաջնորդության մասին։ Մենք խոսում էինք Հիսուսի մեծության մասին, ոչ թե վախկոտի նման անդադ ծեծում էինք մեր կարգավիճակների։ Ժողովուրդ, ես տեսնում էի մարդկանց, ովքեր ապրում էին ահով ու դողով, լսեք ուշադիր, ովքեր մեկը մյուսի հետ ահով ու դողով էին վարվում։ Աստծո ժողովուրդը, քույր եղբայրները իրար հետ այնքան զգուշ էին ավելի մեր ժամանակներում, որ հանկարծ մեկը մեկին չփչացնի, իսկ այս օրերում գալիս են, փչացնում են կողքիններին, փչացնում են մնացած են նորեկներին, քանդում են, հոգներն էլ չի, որովհետև Աստծո երկյուղ չունեն, որովհետև Աստծո երկյուղն է պակասել մարդկանց մեջից։ Այն ժամանակ համու հոտ էին առնում, հանձինս ես, որ շփվում էի, համու հոտ էի առնում Աստծո մարդկանց հետ շփվելուց։ Երբ որ իմանում էի մի մարգարե է եկել կամ մի հովիվ կա այնտեղ, որ կարող է աղոթել մեր համար, դուք պատկերացնում եք ամբողջ ժամանակ ինչ ձևից ես դողալով էինք մոտենում, որովհետև Տերը խոսելու էր։ Իսկ հիմա ով հասնի իրան դնում է սովորեցնողի տեղ, մեկը մեկին սովորեցնում են, բայց ոչ մեկը չի հասնում հոգևոր հասունության։ Դատարկ կույր-կույրի առաջնորդներ են։ Լսեք, Աստված է կարգել հովիվներ, եւ դրա համար այսօր ես մեծ հայտարարություն եմ անելու, ես այլևս ձեր ընկերը չեմ։ Ես շատ մտերմացա դրա համար էլ այսօր դուք տեսնում եք ինձ ձեր մտերիմը, ես ձեր ընկերը չեմ եւ չեմ էլ ուզում լինեմ։ Ես ուզում եմ միայն մեկի հետ ընկերություն անեմ, որը ինձ երբեք չի հիասթափեցնում, Հիսուս։ Եվ խորհուրդս է ձեզ բոլորի, դուք էլ նույնպես փնտրեք Հիսուսին եւ մտերմացեք նրա հետ։ Մտերմացեք այնքան, որ Հիսուսի հետ քայլեք, ապրեք ու նրանով հաստատվեք, ոչ թե մարդով։ Ամեն։ Ես եկեղեցում հովիվ Արմանը եւ ես ձեր առաջնորդներն ենք, ձեր հովիվներն ենք։ Ինչու մենք, չգիտեմ, գնացեք Աստծուն հարցրեք։ Գնացեք ասեք ինչու իրանք։ Տերն է այդպես ուզել, Տերն է այդպես կարգել։ Հիմա կլսեք, կընդունեք հովիվ ու կառաջնորդվեք խոսքով, կխոնարհվեք խոսքին, դուք կորտնվեք։ Չեք խոնարհվի, դուք ձեր հովիվը կլնեք, դուք ձեզ ու ձեր Աստվածը, ձեր եսը կպաշտեք, դուք էլ կտառապեք։ Լսեք ուշադիր ինչ եմ ասում Աստծո ժողովուրդ։ Իմ գաղտնիքը իմ ընտանիքի, իմ այս եկեղեցու առաջնորդության միայն մեկ բան ա եղել՝ խոնարհվել Աստծուն, խոնարհվել Աստծո ձայնին, խոնարհվել նրա տված պատգամին։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Թույլ տվեք մի շատ ծանր ճշմարտություն ասեմ, որ հիմա կասես արդեն սկսել ես, շարունակի հովիվ։ Մի ծանր ճշմարտություն ասեմ, որ հեշտ չի լինելու մարսելը, բայց ասելու եմ, որտեվ հոգին առաջնորդել է։ Շատ հավատացյալներ թող մատնացույց չանեն Հուդային, որովհետև շատերը այսօր իրենք էլ ճշմարտությունը վաճառել են եւ իրենք էլ վաճառվել են թշնամուն իրենց անձերը։ Ինչու ենք այդքան վստահ ասում նայելով պտուղները։ Գիտեք, մի ցավոտ կարգավիճակ կա, որը որ բարձրաձայնելու եմ։ Ուշադիր լսեք։ Ընթերցում եմ պատմությունները, ընթերցում եմ Աստծո խոսքը, ամենացավոտ, ամենավախենալու տեղը այն է, որ Հիսուսին դևերը հնազանդվում էին։ Բայց իր կերպարով ստեղծված մարդիկ մերժում են,
չեն հնազանդվում Աստծո խոսքին։ Դուք լմյա տարբերությունը նայեք, դևերը երկրի վրա հնազանդվում են Հիսուսին, երբ որ նրա ներկայությունը հայտնվում է, ամբողջ պատմությունները նայեք, բայց մարդիկ, ովքեր հավատում են իրան անունով, չեն հնազանդվում իր խոսքին։ Շատերը չեն դիմանում ու չեն էլ դիմանալու մինչև վերջ։ Գիտեք ինչու՞։ Որովհետև եսակենտրոն եսասեր են։ Մեզ խանգարողը աստվածապաշտության մեջ միայն մեկն է։ Մենք ենք մեզ խանգարում, որ ճիշտ քայլենք Հիսուսի հետ։ Եթե մենք մեզ չխանգարենք եւ թույլ տանք նա, որ բնակվում է մեր մեջ, իրապես այն, որ բարձրաձայնում ենք աղոթների մեջ տերիմ մեր վրա, խոստանում եմ ձեզ թշնամին մեր վրա ոչինչ չի ունենա։ Այդ մենք ենք, որ մեզ խանգարում ենք, այդ մենք ենք, որ մեր մարմինն ենք ուզում գոհացնենք, մենք մեր եսն ենք ավելի փառավորում ու մեծարում։ Աստծո ժողովուրդ, աշխարհի ալիքը գայթակղության, ստույցյան, կեղծիքի, պղծության, շատերին այդ ալիքը որ եկել է, այդ ալիքը հետաքաշելու ու տանելու է։ Գիտեք ինչի մեջ? Ստրկության մեջ։ Ընդեղից, որտեղից Աստված մեզ հանեց, հետատանելու Եգիպտոս, ստրկության, որ շարունակելու են սատանային ծառայել, եւ այսօր ինչքան մեծ սեր ունի Աստված մեր համար, մեր նկատմամբ, որ այսօր դարձյալ ասում ու էլի չի ձանձանում, այսօր էլ ասում է, արթնացեք ժողովուրդ, արթնացեք, հոգով ապրեք, հոգով առաջնորդվեք, ականջներդ բացեք ու լսեք Սուրբ Հոգու ձայնին, որովհետև մեկը չի կարող կանգնի ու ասի ես չեմ լսում Տիրոջ ձայնը, որովհետև Տիրոջ ձայնը հենց հիմա քո հետ խոսում է, ինչքանով ես դու համաձայն այդ ձայնին, այդ խոսքին, ինչքանով ես դու ընդունում, որ դու այն տկար կարգավիճակի մեջ ես, որ իսկապես revival-ի արթնության կարիք ունես, ինչքանով ես դու պատրաստ խոնարհվես ու ասես Տեր իմ, իրոք չեմ լսում ես քեզ, ոչ թե չեմ լսում քո ձայնը, այլ չեմ լսում, չեմ հնազանդվում ես քեզ, եւ այսօր այն օրն է, որ Տեր իմ ուզում եմ որոշում կայացնեմ, քո խոսքիդ խոնարհվեմ, ընդունեմ, հանդիմանությունը սիրով ընդունեմ, ինչու, որտև դու հանդիմանում ես նրանց, ում սիրում ես, գիտեք, թույլ տվեք մի հատ օրինակ տամ, շատ պարզ կհասկանաք ինձ, ես իմ երեխեքին, օրը մի քանի անգամներ, ավել, իսումա բոլորդ իմ հետ եք, հանդիմանում եմ, սա մի արա սխալ է, արագ մի քշի սխալ է, կամ տակ հագնվի, որ չմրսես, տարբեր բաներում խրատում եմ, զգացել եք, որ երեխաները ամենաշատը ծնողներից են փախնում, նույն կարգավիճակն է, այսօր Աստված, որտեղ հովիվի միջոցով է խոսում հանդիմանում, ամենաշատ ումից են փախնում հենց հովիվներից, որտեղ գիտեն, որ մարգարեն, հովիվը, առաջնորդները, ծառայողները խոսք ունեն, որը որ իրանց չի փայփայում, այլ իրենց սարքում է եւ ասում է հանդիմանությունը տվյալ պահին մի տեսակ տհաճ է, հաճելի չի, անհանգստացնող է, բայց ասում է եթե խոնարհվես այդ պահին, չտրվես քո զգացմունքներին եւ լսես ու ընդունես, դրա մեջ դու ասում ես կսարքվես։ Գիտեք, Հիսուս որ հետ գա, չի նայելու, իմ վրա եմ օրինակը բերեմ, չի նայելու Սիլվին ինչ լավ քարոզներ ա տալի, չի նայելու Սիլվին ինչ լավ աստվածաշունչ գիտի, կարում ա տեղը տեղին քոթանի խոսքերը, նայելու ա պտուղներս։ Ես երկրի վրա ինչ պտուղ տվեցի, նայելու ա իմ ապրելակերպը, իմ խոսքերը ու իմ քարոզածը իրար հետ համընկնում ա թե ոչ,
Որտեւ այսօր շատերդ կարա գնաք, ասեք, արի մեր եկեղեցի այնքան լավ է, հանգստանում ես, խաղաղություն ես գտնում, անշուշտ, որտեւ Տիրոջ հոգին ստեղ է, որտեղ Տիրոջ հոգին է, այդտեղ ազատություն է, այդտեղ խաղաղություն ու հանգստություն է։ Անշուշտ որ Աստված մենակ կարա մեր բեռը առնի ու մեզ տա իր խաղաղությունը, բայց ուշադիր լսեք։ Բայց այդ անձերը, որ նայում են քո ապրելակերպը, ուզում են գան եկեղեցի, որովհետև մեր խոսքերը այդքան չի քարոզում, որքան մեր ապրելակերպն է քարոզում մարդկանց։ Մարդիկ նայում են պտուղներ, գործ, կյանք։ Ինձ հետ եք, ինչպես են ասում, actions speak louder than words, չէ՞։ Այսօր մեր action-ները պիտի խոսա, մեր պտուղները պիտի խոսա, դառնեն թե քաղցրեն։ Ամեն։ Մատթեոս 24:3 համարը ասում է, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա է փրկվելու։ Այո, շատերը չեն համբերելու մինչև վերջ։ Գիտեք, շատ դու ծառը, երբ որ տնկված է քո այգում, դու եթե ծառը անդադ արմատախիլ անես, քաշես, հանես քոքից ու անդադ տանես տարբեր տեղեր տնկես, այդ ծառը չի էլ աճելու, փչացնելու ես իրան։ Այսօր որպես ծառ տնկվել ես այս այգում, թույլ տուր թող խոսքը այնքան ջրի քեզ մինչև պտուղ տաս։ Կարաս ստեղ գնաս, ընդեղ գնաս, ընդեղ գնաս, խնդիրը եկեղեցիները չեն, խնդիրը քո մեջ պիտի փնտրես։ Իչքանով եմ ես թույլ տալի այդ ջուրը, որը խոսքն է, թացացնի այդ հողը, որ պարարտ հողը լինի եւ այն արմատ գցի եւ այն սկսի աճել ու պտուղ տալ։ Մենք ժամանակ չունենք խաղալու։ Եկեղեցի Ստեղ motivation չենք քարոզում, ստեղ ինչ որ motivate չեմ անում մարդկանց, ստեղ ճշմարտությունն է քարոզվում, ուշադիր լսեք, դա համար շատերը չեն դիմանել ճշմարտության ճնշման տակ, թույլ տվեք ասեմ ճնշում, որտեղ աշխարհի ստությունը ազատությունն է իրանց համար, բայց սրբության, սրբոցի ճշմարտությունը ճնշում է, որտեղ դու քո մեջի պղծությունը տենում ես։ Ես հիմա խոսում եմ, շատերը տենում եք դուք ձեզ։ Սա այս խոսքը կարծես հայլի լինի ամեն մեկից առջև, որ մենք տենում ենք մեր իրական ով լինելը։ Հիմա ուշադիր լսեք։ Մենք ժամանակ չունենք խաղալու։ Մենք պիտի զգաստանանք։ Աստծո խոսքը բացահայտ մեզ ասում է, որ ժամանակը ծախու առեք։ Ժամանակը ծախու առեք, այսինքն մի վատնեք սխալ բաների վրա, կենտրոնացեք Տիրոջ վրա, կենտրոնացեք ձեր հոգևոր աճման, հաղթանակի վրա, որտեղ մենք սաղս կարծես մրցում ենք, որ հասնենք այդ հաղթանակին։ Պողոս առաքյալը ասում է, հավատքից պատերազմը պատերազմեցի, եւ նա իրոք վստահաբար է իր համար խոսում, որ ես արդեն ժամանակն է, որ պսակը կյանքի առնեմ։ Քանիսս կարող ենք այդպես վստահաբար խոսել այսօր։ Սուրբ Հոգին հիշեցեց Հիսուսի խոսքերը Հայտնություն գրքից եւ հենց վերնագրեցի այսօրվա քարոզը հենց այդ խոսքերով։ Նա գալիս է գողի պես։ Ուշադիր լսեք, շատերի համար ամենասարսափելի լուրն եմ հայտնում։ Աշխարհը որ լսի սարսափելու է։ Բայց մեր համար սա պիտի լիներ իրոք ուրախություն եւ պիտի ծափեր հելներ երկինք, բայց տեսնում եք որտեղ է քնած եկեղեցի, մենք պիտի ցնծանք ու ուրախանանք, որովհետեւ Տերը շուտով գալիս է։ Խոսքերը Սուրբ Հոգին, կհիշեք Սուրբ Հոգին Հիսուս որ ասաց, երբ որ ես կգնամ, Սուրբ Հոգին մխիթարիչը կգա եւ ինչ կանի ձեզ կհիշեցնի Հիսուսի խոսքերը։ Եվ այսօր հիշեցնում է Տերը մեզ իր խոսքերը, ինչու, որովհետև իր գալը շատ մոտ է։ Հայտնություն գրքում, երբ որ պատգամը տվեց Հայր Աստված Հիսուսին, Հիսուսը հրեշտակին, հրեշտակը տվեց Հովանեսին, Հովանեսը տվեց եկեղեցու հովիվներին, որը մենք ենք, մենք էլ տալիս ենք այսօր ձեզ, այս խոսքերն ասում։ Ահա գալիս եմ, Հայտնություն 16:15, ահա գալիս եմ, ինչպես գողը, երանի նրան, որ արթուն է եւ պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա ու նրա ամոթանքը չերևա։ Ուշադիր լսեք, ստեղ խոսում է մեղքի մասին։ Եթե մենք Քրիստոս չունենք հագած, մեր մեղքը մեր կա, բոլորը կտեսնեն։
Դրա համար Տերը ստեղ պատվիրում է, ասում է ես գալիս եմ, երանի նրանց, որ զգեստները հագել են, ինչ զգեստի մասին է խոսքը, ինչ արդարության սպիտակ զգեստի մասին է խոսքը, Հիսուսի, այսինքն ով որ հագել է Հիսուսին իր վրա, հա, նա ապահով է նրա երկրորդ գալստի ժամանակ, ամեն։ Այսօրվա քարոզիս բուն թեման Տիրոջ երկրորդ գալստյան մասին է, որ Տերը գալիս է շատ շուտով եւ կարևոր կետը, որ կուզեմ կենտրոնանանք, հա, մեզ կենտրոնացնում է դրա վրա, սա այն իրադարձությունն է, Աստծո ժողովուրդ ջան, որ տեղի է ունենալու հանկարծակի անսպասելիորեն։ Այսինքն մի վարքյան մեր մտքով չի անցնելու, որ հենց հիմա Տերը կգա։ Մենք չենք էլ պատկերացնելու, ասում այդ օրերին մարդիկ կգնան, կին կառնեն, կուտեն, կխմեն, բիզնեսներ կբացեն, հա, գործեր կանեն, մտքների ծայրով չի անցնելու, որ հենց այդ օրը հափշտակությունը, առաջ իրադարձությունը, հափշտակությունը կատարվելու է։ Տիրոջ փափագը նա է, որ մի հոգի հետ չմնա։ Տիրոջ փափագը նա է, որ մի հոգի հանկարծ հափշտակությունից հետ չմնա, որ երբ որ կգան այս եկեղեցի կմտնեն, տեսնեն պարզապես դատարկ, որովհետև եկեղեցին հափշտակվել է։ Այս մասին նաև գրված է առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ համարում այս խոսքերն ասում, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է ինչպես գողը գիշերում։ Գող, որ ասում են, մի տեսակ ինձ անհանգստացեց այդ պահին, բայց հետո երբ որ մտածում ես գողը ինչպես է գալի, անսպասելիորեն, անակնկալ, հա, դու չես սպասում, չես պատրաստված գողը երբ կգա։ Այդպես Հիսուս է գալու, անսպասելի ժամանակ հենց ինքը գալու է։ Եվ այստեղ մի քանի համարներ, որ կուզեմ ընթերցենք, տեսնենք, թե ինչ է կատարվելու այդ օրերին, մինչև նրա գալը, ասում է, ուրեմն 5-3 համարից շարունակեմ, ասում է, երբ ասեն խաղաղություն եւ ապահովություն, ասում են, թե ոչ։ Բոլոր պրեզիդենտները մեկտեղ են հավաքվում, սուտ խաղաղություն ու սուտ ապահովություն են խոստանում ձեզ, սուտ է, չհավատակ։ Միակ ապահովությունը, միակ խաղաղությունը Քրիստոսի մեջ է, աշխարհի մեջ ով ուզում ես եղիր, ինչ կարողության Տեր ուզում ես եղիր, ինչ համբավ ուզում ես ունեցիր, լսեք ուշադիր ինչ եմ ասում, ով ուզում ես եղիր, չես կարող դու գումարով գնես խաղաղություն ու ապահովություն, չկա բան, չկա այդպիսի բան, միգուցե լավ տան մեջ ապրես, այսան դու քեզ քո զգացմունքներդ խաբես, ուշադիր լսեք, իրական ճշմարիտ ապահովությունն ու խաղաղությունը միայն ու միայն Քրիստոսի մեջ է։ Ոչ ոքի մի վարքյան հետո չի խոստացված, տեսնում ես հրաշալի ընտանիք, հանկարծակի մույսօրը չկա, տեսնում ես լավ ամուսիններ մույսօրը բաժանվում են, տեսնում ես երեխա ծնող հարաբերություն, հարգանք, սեր, պատիվ, մույսօրը անարգանք, վիրավորանք ու իրար խայտառակել, լսեք ինչ եմ ասում, ոչ մի բանի մեջ քո փողով ապահովություն չես կարող առնես, բայց մեկը կա, Հիսուս, ասում թող քո ապահովությունն ու խաղաղությունը ինձանով լինի, եւ շարունակեմ խոսքը, ասում այն ժամանակ նրանց վրա սկզբից գնամ, երբ ասեն խաղաղություն եւ ապահովություն, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի։ Գիտեք, մարդը կարող խափի, ստի, ճոռոգացնի, մեծացնի, փոքրացնի, Աստված ոչ։ Տիրոջ խոսքը ոնց խոսվել է, այտենց կատարվելու է։ Եվ շարունակում է ասել, ինչպես երկունքը հղի կնոջ վրա, այսինքն ինչպես ցավը հղի կնոջ վրա հանկարծակի է, չէ՞ գալիս, նենց չես պատրաստում, որ վաղ արտանամ, արդեն ցավերը բռնել, ոչ, հանկարծակի է գալիս, ասում է, ինչպես ցավը հղի կնոջ վրա ու նրանք չեն ազատվելու, խոսում է այն նրանց մասին, ովքեր որ պարզապես չեն լինելու պատրաստ, ասում է նրանց համար, կարծես մի հատ ցավ, մի հատ վիճակ է գալու, որ չեն կարողանալու այդ կարգավիճակից ազատվեն, 4-րդ համարից շարունակեմ, իսկ դուք John 3:16 եկեղեցու իմ քուրեր ու աղբերներ, ձեր հետ է խոսում, իմ հետ է խոսում, մեր հետ է խոսում, իսկ դուք եղբայրներ, խավարի մեջ չեք, մենք խավարի մեջ չենք,
Մենք լույսի որդիներ ենք եւ շարունակում ասել, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ։ Գիշերը չենք, գիշերինը չենք, ոչ էլ խավարինը, ուստի ուրիշների պես չքնեք, այլ արթուն եւ զգաստ լինենք։ Շարունակեմ 7-րդ համարից, որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, լսեք։ Ովքեր հարբում են, գիշերն են հարբում, իսկ մենք ցերեկը լինելով արթուն լինենք հավատի ու սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը հագած։ Տիրոջ խոսքը ինչ է մեզ առաջնորդում, ուղղակի մարդ պետքա բութ լինի, որ չհասկանա ինչ հրաշալի կերպով Տերը մեզ իսկապես քաջալերում է։ Այս խոսքը ոչ թե մեզ ջարդում է, մեզ քաջալերում է։ Ստեղ ինչ ենք հասկանում, որ այսօրվա պատգամը Տերը կոչ է անում մեզ զգոն լինել։ Զգոն լինել ինչու՞մ, հոգևոր պատրաստության մեջ։ Քանի որ Տիրոջ վերադարձի ճշգրիտ ժամանակը հայտնի չի ոչ wokis, որովհետև Հիսուս ասաց ոչ ոք չգիտի օրն ու ժամը, լսեք, ասես նշանները տալիս եմ, կիմանաք ժամանակաշրջանը երբ կլինի, բայց օրը ժամը չեմ տալի ձեզ։ Նշանները տվել է մեզ Մատթեոս 24-րդ գլխից մինչև բոլոր մարգարեությունները, խոսքերը, առաքյալների, մենք պարզ տեսնում ենք։ Կարող է լինել 1 վայրկյան հետո Տիրոջ գալը։ Կարող ստեղից հելնենք ու արդեն հափշտակությունը լինի։ Մոտ է, չափազանց մոտ է, մանավանդ այսօրվա խոսքը ասում է գողի պես եմ գալու, արթուն եղեք։ Նրա կամքն է մեկս հետ չմնանք։ Մեկս հետ չմնանք, բայց ուզում եմ մի հատ խոսք փոխանցեմ ձեզ, եթե հանկարծ մեկը հետ մնա։ Խոսքը լսել եք, մի բանի վրա կֆիքսվենք բոլորս։ Հափշտակությունն է եղել եւ դարձյալ շարունակենք ապրել Հիսուսի համար, թեկուզ մահվան գնով, եթե նույնիսկ զենք դնեն մեր գլխին Հիսուս, թե քո կյանքը ընտրիր Հիսուսին, որովհետեւ ակնթարթում դու հավիտենության մեջ կհայտնվես։ Ես աղոթքս է, որ մեկը հետ չմնա, բայց եթե իմանանք, որ դարձյալ հնարավորություն կա, որ կյանքի մահի գնով, որը 7 տարվա չարչարանքներն է սկսելու, երբ որ չհափշտակվենք, բայց դարձյալ կա հնարավորություն կյանքի մահվան գնով փրկվես։ Ասում եմ գալու եմ գողի պես, այսինքն անակնկալի է բերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն։ Իսկ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են, ովքեր հագած են Հիսուսին, նրանք անակնկալի չեն գալու։ Նրանք իմանալու են, որովհետև ասում է, ես իմիններից ոչինչ գաղտնի չեմ պահում։ Հələ նայեք ինչ Աստծու ենք մենք պաշտում, որ նա իրեններից գաղտնի չի պահում, ամեն։ Եկեք ես 10 կույսերի օրինակը տամ, հա։ 10 կույսերը, ուշադիր լսեք, սա եկեղեցու կարգավիճակն է, սա աշխարհի հետ կապ չունի։ 10 կույսերն է, դա եկեղեցու ժողովուրդն են։ 5-ը հիմար, 5-ը իմաստուն, կարծես այծերը եւ գառները։ 10-ն էլ գնում են փեսային դիմավորելու։ Երբ որ օրերը երկարում են, թմրում են ու քնում են։ Այսօր նայելով եկեղեցիներին, մենք հասկանում ենք հենց այդ կարգավիճակն է, որ բոլորը քնած են, բայց 5 իմաստուն կույսերը մարմնով թմրած հոգնած քնած են, բայց հոգով արթուն են, ինչու, որտեվ իրենց լապտերների մեջ ունեն յուղ, որը Սուրբ Հոգին է։ Այսինքն քնեն, թե արթնանան, իրանք հոգով անդադար կապված են երկնքին։ Այս թմրած վիճակը, որ մենք վախենում ենք, որ արդյոք մեկը կփրկվի, լսեք, այս թմրած վիճակը պետք է լիներ, որտեվ 10 կույսերի օրինակից Հիսուս որ տվեց, ասես 10-ն քնեցին։ Բայց հիմա կարևորը սա է, հանկարծակի գիշերով քնած են բոլորը եւ ձայն են լսում, փեսան եկավ։ Երբ որ փեսան եկավ, 10-ն էլ միանգամից արթնացան ու գնում են փեսային դիմավորելու, ուշադիր լսեք։ Այն 5 հիմար կույսերը նայում են, տեսնում են իրենց լապտերների մեջ յուղ չկա։
Այսինքն արդեն վերջանում է, ինչ են անում, խնդրում են այս իմաստուններին, որ մեզ յուղ տվեք, նրանք էլ ասում են, սա մեր համար է, այսինքն գնացեք դուք ձերը գնեք։ Երբ որ 5 հիմարները գնում են գնելու իրենցը, Փեսան այդ ժամանակ հայտնվում է, իրեններին պատրաստներին վերցնում է եւ դուռը փակվում է։ Վերադառնում են հիմարները, դուռը թակում են, բաց մեզ համար, Տեր, ահա այստեղ ենք, բաց դուռը մեզ համար։ Գիտեք ներսից ինչ է պատասխանվում։ Չեմ ճանաչում ձեզ, չեք կարա մտնեք, դուք պատրաստ չէիք, չլինենք այդ 5 հիմարների պես, այլ ամեն ժամանակ արթուն լինենք, ամեն ժամանակ մեր աչքերը դեպի վեր, մեր նպատակները դեպի վեր, մեր երազանքները դեպի վեր։ Ամենաապահով մարդը նա է, որ նույնիսկ երկրի վրա, երբ որ ապրում է, ունի, վայելում է, ապրում է նրանով, նրան գոհություն տալով։ Ամենաապահով մարդը նա է, որ ամեն ժամանակ ինքը հիմնված է Տիրոջ վրա, ոչ թե երկրի վրա հաջողվելու վրա, որտեղ այս ամեն հաջողությունները ժամանակավոր է, ժողովուրդ։ Նայեք ձեր շուրջը մեծամեծ մարդկանց, նայեք ամենամեծամեծ հարուստ մարդկանց, գնում են, ինչ են տանում իրենց հետ։ Ես ուզում եմ այն օրը, որ ես կգնամ, ես կարողանամ հասնեմ այն հասակին, որ գոնե իմ ընտանիքը տանեմ, այսինքն իմ ընտանիքին Հիսուսի մեջ աճեցնեմ, զորացնեմ, իմ երեխեքի մեջ, ամեն։ Մենք բոլորս միայն մեկ բան ունենք տանելու, մեր հավատքով է, որ մենք փրկվենք Քրիստոսի առջև, պահենք մեր հավատքը, պատերազմենք մեր հավատքի համար։ Մենք պետք է սթափ լինենք, Մատթեոս 24:42 համարում Հիսուս այս խոսքերը ասաց, այդ արթուն կացեք, որովհետև չգիտեք թե ձեր Տերը որ ժամին կգալեք քանի տեղեր, նույն խոսքը, նույն պատգամը, տարբեր մարդկանց, տարբեր եկեղեցիներ, բոլորին նույնն ասում, արթուն կացեք, չգիտեք երբ եմ գալու։ Աստված ուզում է մեր մտածելակերպը, որ մտածում ենք մի օր կպատրաստվեմ, հենց զգամ, որ մի քիչ ավելի թեժանում է իրավիճակները, հենց մի հատ Ամերիկայում երկրաշարժ խփի, ես այդ օրը կապաշխարեմ ու կփրկվեմ։ Մեզ գիտեք ինչքան են ինձ ու Փաստոր Արմանին ասել, որ քարոզել ենք մարդկանց Հիսուսի մասին, ասել են մի օր կապաշխարենք, լսեք ուշադիր, այսօր է խոսքը տրված, թող Տերը փոխի այսօր մեր սահմանումները դեպի ամեն օրվա, ամեն ժամվա, ամեն վայրկյանի, պատրաստության զգոնության, ամեն վայրկյան սպասենք, որ Տերը կարող է այսօր գալ, ապրենք մեր օրը այնպես, կարծես հենց այսօր է այդ օրը լինելու, որովհետև խավարի մեջ ապրող չպատրաստվածները հանկարծակիորեն բախվելու են կործանման, ինչպես այն 5 հիմար կույսերը բախվեցին, նրանց առջև այլևս դուռը չբացվեց, ունեին կերպարանք, ունեին լապտեր, լապտերը դա իրենց հենց այդ կերպարանքն է, բայց յուղը որ չկա ում է պետք, դուք պատկերացրեք, թանկարժեք, ամենաթանկարժեք ավտոմեքենան առնես բերես դրանդ առջև, բայց մեջը չունենաս բենզինը, իմաստը, այսինքն եթե այդ ավտոն չես կարողանալու քշես, ինչա շոուի համար է այդտեղ դրած, հենց այդ կարգավիճակում է այսօր շատ հավատացյալ ժողովուրդ, շո։ Մենք պետք է ունենանք յուղը մեր մեջ, որպեսզի կարողանա Տերը մեր միջոցով գործի։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Փառքը Տիրոջը։ Իսկ մեզ համար հավատացյալ ժողովրդից, ովքեր վերստին ծնված, զգայուն Սուրբ Հոգուն ապրում են հոգևոր կյանք, Տիրոջ երկրորդ վերադարձի լույսի ներքո այս ապրողներս անակնկալի չենք հանդիպելու։ Մեր մոտ անակնկալ չի լինելու, ինչու, որովհետև հենց դա մեր սպասված հույսի իրականացման օրն է։ Մենք հենց ապրում ենք ամեն օր սպասելով նրա վերադարձին։
Աստծո սուրբեր ասма կանչում են Տեր եկ, քանիսս են կանչում Տեր եկ։ Գիտեք, որ նոր էի ապաշխարած, նոր էի հոգևոր իմ կյանքը ապրում, երբ որ հանկարծ եկեղեցում հովիվը մի բան էր քարոզում կամ կողքս որևէ անդամներ հանկարծ որ ասում էին, «Վայ, երբ պիտի գա այդ օրը, որ Տերը գա, հենց այսօր գա», մի տեսակ մեջս անհանգստություն էր առաջանում, աղոթում եմ, ասում եմ, Տեր, հիմա չգաս էլի, հիմա մի արի, մի քիչ է ժամանակ տուր, հələ ուզում եմ ապրեմ, հələ ուզում եմ, հələ կա գործեր անելու, հələ երեխեքս մեծանա, լսեք, այսօր իմ ուշք ու միտքը երբ է Տերը գալու, երբ որ մենք հասունանում ենք, մենք հասկանում ենք, մենք օտար ենք այս աշխարհում, պանդուխտներ, ընդամենը երկնային քաղաքացիով ժամանակավոր ստեղ գործ ունի անելու, որտեղ մեր ինքնությունը նայա Տերը, նրա կերպարը եւ նրա վայրը մեր վայրը, որը դրախտն է, որը իր ներկայությունն է հավիտենական, ամեն։ Յուրաքանչյուրս տարբեր հոգևոր սեզոններով ենք անցնելու, կլինի Տերը քեզ կտանի անապատով կանցնես, փորձություններով կանցնես, միգուցե անցնես շատ ուրախ սենց հզոր աճման սեզոն, որ իրոք զգաս աճումը, եկեղեցում կտեսնենք լիքը ժողովուրդ կլծվեն, մեկ է կտեսնենք Տերը կմաքրի կեսին կհանի, բաներ, սեզոններ կապրենք հոգևոր տարբեր սեզոններով, Տերը պատվիրում է մի կարևոր բան մեզ, ամեն սեզոնի մեջ մեր կենտրոնացումը լինի մեկ կարևոր բան, իրա վերադարձը, այդպիսով մենք արթուն կլինենք և հսկում կանենք մեր հոգիների համար, չենք նստի մտածենք, այս քույրը հոգևոր ճիշտ է ապրում, են քույրը կմտածենք ես ճիշտ եմ ապրում, ես կկենտրոնանամ ոչ թե սրա նրա, այլ իմ վրա, Գիտեք, հովիվներին տրված է, որ հսկեն հոգիները, երբ որ սխալ կտեսնեն, կամ կտեսնեն գառները, սենց ասեմ, երբ որ հովիվը տանում է գառներին արածացնելու, ինչ անում, հսկում ամեն ժամանակ, որպեսզի հանկարծ այնտեղ կա սարի վրայից կարող են ընկնեն, վնասվեն, կամ սատկեն, կամ ինչ ասեմ, գայլը գաուտի, գառների մասին է խոսքս, նմանացրեց եկեղեցու առաջնորդության ասած ձեզ հովիվներ եմ դնում, որ հսկեք իմ հոտը, իմ գառներից, որպեսզի հանկարծ չլինի, որ գլուխները կախեն ու գնան միտեղ ու ընկնեն ու մեռնեն, հոգևոր մահ եմ ես խոսում, չլինի հանկարծ, որ գայլեր գան ու նրանց հափշտակեն ու տանեն, դրա համար ժամանակ առ ժամանակ, որ հովիվները մի քիչ խիստ են ելնում, մի քիչ հսկում են, հանդիմանում են, շտկում են, սաստում են, ուրախացեք, գրված ատենց պիտի լինի։ Եվ ասեմ ձեզ, Աստծո ժողովուրդ, ես այնքան եմ սիրում, որ թեկուզ այս եկեղեցում, որ մարդիկ գալիս են, և զգում են, որ սա իրանց տեղը չի, մոտենում ասում են հովիվ ջան, կորտնես Փաստոր Արմանը դու մեզի խաղաղությամբ արձակես, խաղաղությամբ օրտում ու արձակում ենք ու մենք ունենք մշտական կապ, որտեղ մարմինն է Քրիստոսի, բայց չեմ սիրում, այն մարդկանց, ովքեր որ սենց գախնի ձևով, գողի նման, գալի գողի նման գնում են, մենք պետք է պարզ ճակատով լույսի որդիները ենք, մեր գործերը պիտի խավար չլինի, մեր գործերը պիտի լույսը ներկայացնի, վերջապես կանչված ենք համ տալ և լույս տալ խավարում, ամեն։ Այսպիսով մենք պետք է արթուն ընենք, որպեսզի հսկենք մեր որոշումները, հսկենք մեր ցանկությունները, որտեղ ժամանակ առ ժամանակ սատանան գալու է առաջարկի բաներ, որը արգելված է, որը Աստված կտրուկ արգելում է մեզ, ամեն, և մենք պետք է հսկենք, որպեսզի ամեն օր պատրաստ լինենք։ Թույլ տվեք ասեմ, այսօրվա պատգամը չի նախատեսված մեզ վախեցնելու համար, ուշադիր լսեք, վախը չի բնակվում սիրո մեջ, եթե սերը մեր մեջ ապրում է, այդտեղ վախ չկա, այսօրվա պատգամը չի նախատեսված դատարկ մտորումներ առաջացնելու համար, որ մեր մեջ ուղղակի նստենք մտածենք, այս ինչ վախի մասին էր ու գնաց, դիպրեսիաները մարդկանց մեջ վախ ոչ, այսօրվա պատգամը զուտ խոսում այն մասին, որ ակնածանք, հարգանք, սիրով մոտենանք Տիրոջ խոսքին, այն խոսքին, որ այսօր տալիս է, որ եկեղեցի արթուն եղիր, որովհետև Տերը շատ
շուտով գալիս է։ Մեզ ոգեշնչում է ակտիվ հավատքի կյանք ապրենք, անդադար աղոթքների մեջ չնենք, կապված լինենք երկնքին, ոչ թե դեպի դժոխք, նրանից առնենք վախեր ու տարբեր տեսակ չար ցանկություններ ու առաջարկներ, այլ դեպի երկինք, Աստծո կամքը կատարելու մեջ, ամեն։ Ձգտենք անսասան մաքրության, ամեն ժամանակ ձգտենք, որ մաքուր կյանք ապրենք Տիրոջ առջև, որովհետև հիշեք մի բան, բոլորը իրար նման են, լսեք, բացում ես Instagram, բոլորը իրար նման են, նույն շարժումները, նույն տգեղ հագնվածքը, նույն տգեղ բարքերը, նույնիսկ նույն քիթուբերանը, լրիվ նույնն են, լսեք, Աստված ուզում է մենք յուրահատուկ լինենք, Աստված ուզում է մենք փայլենք ինչով մեր սրբությունով, որովհետև սրբություն հատուկ ենք կգտնես, պղծություն բազում։ Դրա համար Աստծո խոսքը մեզ ասում է վերջի օրերում, լսեք, պղծերը գնալով պղծվելու են, ավելի են պղծվելու, բայց սրբերը գնալով սրբվելու են։ Այսինքն ամեն օր կզգաս քո մեջ մի բան, որ սենց կտրվում է քեզանից, դա Տիրոջ խոսքն է, որ գալի ու կտրում է, թլպատում է քո սրտից այն ավելցուկները, որը որ քեզ կարա իսկապես վայր գցի, հոգևոր վայր գցի, հոգևոր անկում ապրես դու։ Դրա համար Տերը բարի է, կարանք ասենք ամեն, Տերը բարի է։ Աստծո նպատակն է, որ այսօրվա պատգամով ոգեշնչում է մեզ նպատակասլաց կյանք ապրենք Քրիստոսի մեջ։ Կին ես առնում, թե ամուսին ես, թե մարդու ես գնում, դասի ամուսին ես առնում, որտեղ հիմա հետ էլ ալնում, որը լնում է, ուշադիր լսեք, կարևորը ամեն կարգավիճակի, իրավիճակի, որոշման մեջ, նույնիսկ բիզնեսի տեն ամենախորը որոշման մեջ աղոթքով արա, Տեր, քո կամքով, դու օծի, դու օրհնի, դու հաստատի, դու ամեն բան արա, երբ որ ամեն քո բնագավառում Տերը կա, քո ամեն բնագավառը օրհնված է։ Ամեն։ Հիշեք, որ Տիրոջ երկրորդ վերադարձը դա հավատացյալներիս, մեր Աստծո ժողովրդիս հավատքի հիմնարար սյունն է։ Այն երկրորդական միտք չէ, այլ Աստծո փրկության ծրագրի վերջնական իրականացումը։ Կարանք ասենք ամեն, այս կողմը լրիվ ալեքան այում այնտեղ։ Կարանք ասենք ամեն։ Մենք պետք է միմյանց խրախուսենք, գիտեմ շատ համով է, բայց եկեք խոսքը լսենք, շատ կարևոր է։ Միմյանց խրախուսենք մենք հավատացյալ ժողովուրդս, որ ապրենք հույսով, լսեք։ Միգուցե այսօր ստեղ նստածները նեղության մեջ եք, փորձության մեջ եք, հալածանքների մեջ եք, ձեր աչքերը շեղեք դրանից, եկեք իրար միշտ օգնենք ու քաջալերենք, շեղիր աչքերը դրանից դեպի վեր, որտեղ նա շուտով գալիս է, եւ ամենակարևոր բանը, որ ժամանակավոր է եւ ոչ մնայուն երկրի վրա ամեն իրավիճակ։ Ամեն։ Քրիստոսի վերադարձի վրա կենտրոնանալը չի նշանակում անտեսել ներկայիս պարտականությունները, այլ ամեն մեր պարտականության մեջ Տիրոջը հանձնենք։ Առաջի Հովհաննես 3:2 ովքեր են օրհնվում, առնում եք խոսքը, լսեք։ Առաջի Հովհաննես 3:2 համարը ասում է. սիրելիներ, այժմ Աստծո որդիներ եք եւ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, երբ որ նա հայտնվի, սա խոսում է իր գալուստը, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է, եւ ամեն ոք, ով այս հույսը իր մեջ ունի, իր անձը մաքրում է ինչպես որ նա է մաքուր։ Այսինքն լավագույն միջոցը Աստծո թագավորության մեջ ակտիվորեն ներգրաված մնալն է։ Լսեք, շատերը շատ լավ սկսում են հոգևոր կյանքը, իրոք ոգևորվում, աճում, արագ, այդ արագ աճելու վտանգը գիտեք որն է, լսեք, բնական աճեք, թողեք թող բնական Սուրբ Հոգին ձեր մեջ գործանի, որտեվ երբ որ ամեն ինչը բնական է եւ ոչ արհեստական, դա ունի հաղթական ավարտ։
Օրինակ, ես ձեզ մի բան ասեմ։ Կլուբնիկները կամ որևէ մրգեր, չէ, հիմա տեսնում եք ինչ կարմիր, ինչ հսկայական մեծ, իրականում մենք գիտենք, դա կեղծ է, արագ, մի օրում, երկու օրում աճեցնում են, կեղծ է եւ ինչա, թունավոր է։ Բայց այն որ թեկուզ փոքր է, բայց բնական է աճած, պարզապես ջրով, ինչքան ավելի քաղցր է ու ինչքան ավելի հաճելի է վայելում ես նրան ուտելը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այդքան հասկանում եք, չէ՞ որ հոգևոր առումով եմ փորձում բացատրեմ։ Երբ որ մենք բնական աճում ենք եւ ամեն անգամ մի հատ փոքրիկ բան մեր մեջից կտրվում է ու մենք կարող ենք վկայել խոսքի օրինակ։ Մեկը խմողա գալիս ասում է, «Փաստոր ջան, գիտես, խմելս թարգել եմ, առհասարակ խմիչքի չեմ մոտենում»։ Բնական ձևով Աստված է նրա մեջ գործ արել, էդի մնայուն է։ Բայց այն որ արհեստական ձևով արագ ենք ուզում, էդի հետ է գնում։ Դրա համար այսօր Աստծո տան մեջ ես, թող Աստծո խոսքը քեզ լվա, մաքրի ու քեզ աճեցնի։ Խոստանում եմ քեզ, Աստծո խոսքը քո մեջ ավելի մեծ գործ կարանի, քան որևէ բան ես աշխարհում։ Աստծո թագավորությունը ամենակարևորն է, որ մենք կենտրոնանանք Աստծո թագավորության վրա։ Հիմա ոմանք որ նոր եք, ասեք որն է Աստծո թագավորությունը։ Աստծո կամքը, Աստծո կանոնները, նրա ներկայությունը։ Տերունական աղոթքի մեջ ինչ ենք աղոթում։ Գա քո թագավորությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Իսկ Աստծո թագավորության հիմնական հիմքը որն է։ Սեր։ Սեր։ Եթե սերը բնակվեց մեր մեջ, մենք արդեն հաղթել ենք, որտեղ եթե սերը ով Աստված հենց ինքն է բնակվեց մեր մեջ, մենք ուրիշին չար չենք կարող անել։ Եթե նույնիսկ մեզ չար անեն, մենք չենք խայտառակում, փակում ենք, անցկացնում ենք։ Ինչու, որտեղ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Դրա համար այստեղ որ մեկ ասում են, այ մարդ քո այդ բան չեն կարող խոսանք, մի խոսացեք ուրիշ մարդկանցից, խոսացեք Աստծուց, խոսացեք սիրուց, խոսացեք աճելուց, Տիրոջից, հա, կարանք ասենք ամեն։ Բացեք ձեր գրքերը առաջի Կորինթացիս 13 գլուխը, հիմա չեմ ասում բացեք, ու կարդացեք սերը ինչա։ Ամենակարևոր կետը, սեփական շահը չի փնտրում սերը, այլ դիմացինին է միշտ բարին ցանկանում։ Ամեն։ Ովքեր հոգնեցիք, ովքեր հոգնել են կարող եք գնալ, բայց ես շարունակելու եմ։ Հիսուս Հուդան նրան մատնել էր, լսեք, ավարտում եմ շուտով։ Հուդան նրան մատնել էր եւ նա վերցրեց մի քանի աշակերտներ Պետրոսին եւ Զեբեդիոսի, ասում ինչ անուններ են ունեցել, երկու որդիներին ու գնաց Գեթսեմանի պարտեզ աղոթք կանելու, երբ հասավ այնտեղ ասում է Հիսուսը տրտմել եւ տագնապել էր, այն աստիճան որ նրանց ասում է հոգիս, ասում է մահու չափ տրտմած է, պատկերացա աշակերտներին Աստված, Աստծո որդին ասում է հոգիս մահու չափ տրտմած, այսինքն այս ճնշումը ինչ որ զգում եմ, ահա որ է, լսեք, եւ նրանց պատվիրում ասում է արթուն կացեք, որտեվ գնում էր աղոթք կանելու, մի քիչ առաջ գնալով երեսի վրա ընկնում է եւ խնդրում է հորը մի բան, ասում է եթե քո կամքն է այս բաժակը ինձանից վերցրու։ Դուք պատկերացեք ինչ ճնշում նրա վրա, որ ասում է երբ որ աղոթում էր, նրա քրտինքը այրան կաթիլների նման սկսեց թափվել քարի վրա։ Դուք ճնշումը պատկերացեք, բժշկական առումով երբ որ ընդհանրապես իրան քննել են, ասում են դա այն աստիճան ճնշում դիլի, որ մարդու քրտինքը այրուն դառնա։ Ու պատկերացեք սա Հիսուսը ապրում էր ինչու, որտեվ պատկերացնում էր լինելով սուրբ ու կատարյալ Աստված, ամբողջ աշխարհի մեղքը, մի պահ կանգ եմ առնելու, ամեն մեկը ձեր աչքերը փակեք ու մի հատ խնդրում եմ անկեղծ եղեք դուք ձեր հետ։ Մի հատ էլ պատկերացեք ինչքան մեղք ունենք մենք։ Հլեսի մի օվկիանոսի մեջ մի հատ կաթիլ ջուր սկիչի, ավելի քիչ ենք մենք։ Ամբողջ աշխարհի մեղքը ինքը իր ուսերի վրա էր առնում ու հելնում էր խաչը խայտառակվելու։ Ինչ մեղքեր կա։ Միասեռություն, պոռնիկություն, գողություն, ստություն,
ահա որ այս սաղ իրա վրա ու սաղ իրան տենում էին դա։ Լինելով արդար, քեզ դատեն որպես անարդարա։ Գիտեք ինչու դա արեց, որովհետև ինքը սերա, որովհետև այնքան սիրեց, որ չթողեց մենք մեռնենք, երկրորդ մահ չտեսնենք, մենք չարժանանանք այն ինչ ստեղծել է ինքը սատանայի համար, բայց այսօր ցավոք սրտի, սատանային ենթարկվելով մարդիկ ավելի շատ կերպարանվում են նրա կերպարով, քան մեր իրական ստեղծիչի կերպարով, այսօր այն օրն է, մաքրվենք, սրբվենք, թողենք թող Սուրբ Հոգին մեզ մեզ կառուցի, իրա նման սարքի, երկրորդ Ադամի կերպարը մեր մեջ կառուցվի, որ երբ որ հանկարծակի Հիսուս կգա, երբ որ նրա առջև կկանգնենք, չամանչենք, այլ նայենք նրա երեսին ու ասենք Տեր, մարմինը տկար էր, հոգին հոժար եւ փառք քեզ, որ մեր տկարության մեջ քո շնորհքը մեզ բավական եղավ։ Ամեն։ Հիսուսը վերադարձավ ու տեսավ Պետրոսը եւ մնացած աշակերտներին քնած։ Եվ գիտեք ինչ ասաց ստեղ նրանց, ասաց չէի կարող մեկ ժամ ինձ հետ արթուն մնայիք, այսինքն աղոտ կանեիք։ Եվ նրանց դարձյալ պատվիրեց, ասեց էլի եմ գնում աղոտ կանելու, արթուն կացեք ու աղոտ կարեք ու գնաց երկրորդ անգամ աղոտ կանելու։ Երբ որ հետ վերադարձավ, էլի քնած գտավ։ Դարձյալ պատվիրեց, դարձյալ գնաց, երրորդ անգամ եկավ, ինչ է կարծում արթուն էին։ Գիտեք, Աստծո ժողովուրդ, այս խոսքը այսօր մեզ է վերաբերվում։ Նույնպես մեզ է պատվիրել, արթուն կացեք, աղոտ կարեք։ Ամեն ժամանակ աղոտ կարեք, ինչու, որովհետև նա գալիս է։ Սուրբ գրքի վերջնական խոստումը մեր հույսի խարիսխը Հիսուսի վերադարձն է։ Մենք այդպես պիտի նպատակով ապրենք, որ մեր Տերը գալիս է։ Հիմա այսօր, երբ որ այս դռներից կհելնեք, միայն մեկ բան մտածեք, մեր Տերը վերադառնում է, բայց մի բան զգուշացնեմ ձեզ, առաջի անգամ որ եկավ, Մսուրում ծնվեց որպես փոքրիկ երեխա, փաթաթված խանձարուրի մեջ, եւ եկավ չարչարվելու, խաչվելու, տառապելու, մահանալու, գինը վճարելու համար, իմ ու քո, ուշադիր լսեք, երկրորդ անգամ երբ նա վերադառնալու է, նա չի գալիս որպես մանուկ, նա չի գալիս որպես գառնուկ, որ գնում է գլուխը կախոնար մորթվելու, այլ նա գալիս է իր փառքով, ոչ թե գառնուկ, այլ հաղթող Հուդայի առյուծը։ Նա վերադառնում է որպես թագավորների թագավոր, տերերի տեր։ Նա վերադառնում է որպես ալֆան եւ օմեգան։ Հարցում տուր ինքդ քեզ, պատրաստ եմ այսօր նրան դիմավորելու, իսկ եթե ոչ, ոտքի վրա եկեք գլուխներս խոնարհեցնենք Տիրոջ առաջ։ Հայր Հիսուսի անունով խոնարհվում եմ քո